նրա ցանկացած խոսքը, բառը ցուցմունքում հնչեցրած ցանկացած միտքը ենթարկվում է համապատասխան ստուգման։ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը ցուցմունք է տվել խոստովանել, որ ինքն է կատարել հանցագործությունը։ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները։ Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին հանձնելու հարց չի քննարկվում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության, նշվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Քննությունը պետք է իրականացնի հայկական կողմը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի համոզմամբ տեղի ունեցած սպանության հանգուցալուծումը քաղաքական կամք է պահանջելու հայաստանյան իշխանություններից։ Ամեն ինչ կախված է, թե կասկածյալը ինչ կասի եւ ինչպես կբացատրի այդ իրողությունը։ Յուրաքանչյուր այսպիսի դեպքերի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով այն հարցին, թե Ավետիսյանների ընտանիքի ողբերգության համար ինչ պատասխանատվություն են կրում 102-րդ ռազմաբազայի հրամանատարն ու բազայի բարձրաստիճան սպայակազմը։ Ռուսական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է հանդիսանում Վլադիմիր Պուտինը, ուստի նրա պատասխանատվության մասնաբաժինը այստեղ մեծ է։ Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի դիմաց։ Անցնող գիշեր Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում հայտնաբերված ու ձերբակալված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը խոստովանել է, որ հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Միասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանությունն ինքն է կատարել։ Պերմյակովն, ինչպես հայտնի է, հայտնաբերվեց ռուս սահմանապահների կողմից, որից հետո նրան տեղափոխել են 102-րդ ռազմաբազա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասաց, թե վերջինս Հայաստանի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասնագետների կողմից հարձակվվել է ու իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը։ Փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք, թե տարօրինակ չէ արդյոք այն, որ նա դուրս է եկել գիշերով միայնակ շրջելու եւ հենց հայտնվել է Ավետիսյանների բնակարանում, որոնց հետ ըստ նախնական ցուցմունքի ընդհանրապես առնչություն չունի։ Հստակ փաստական տվյալներն են մեզ համար կարևոր ու էական, իսկ նրա ցանկացած խոսքը, բառը ցուցմունքում հնչեցրած ցանկացած միտքը ենթարկվում է համապատասխան ստուգման։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի համար տարօրինակ չէ նաև այն հանգամանքը, որ Պերմյակովը դեպքի վայրում թողել է հանցագործության բացահայտման հետքեր, օրինակ իր զինվորական կոշիկները, որոնց վրա գրված է ազգանունը։ Դրա համար եմ ասում, նախաքննության ընթացքում նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունը կապահովի, դուք էլ կհամոզվեք, կնշանակվեն մի շարք տարաբնույթ փորձաքննություններ եւ արդյունքում արդեն վերջնական պատկերը կունենանք։ Հունան Պողոսյանն ասաց, թե ռուս զինվորականը նաև նախնական հայտարարություն է արել այն մասին, որ ինքը սահման անցնելու ցանկություն չի ունեցել, ընդհանրապես ճանապարհին մի քանի տեղ թաքնվել է եւ արգելված գոտի չի մտել։ Հունան Պողոսյանին հարցրեցինք, թե ինչպես ստացվեց, որ մեկօրյա որոնողական աշխատանքներից հետո հանկարծ կասկածյալը հայտնաբերվեց ռուս սահմանապահների կողմից։ Այն պարագայում, երբ ոստիկանությունն իր ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Գյումրիում, հատկապես որ կա արդեն նախավարկած, թե ամեն ինչ կազմակերպվեց այնպես, որ ընտրվող անձը հայտնաբերվի հենց ռուսական ուժերի կողմից, իսկ քննվող գործը մնա ռուսական կողմի տիրույթում։ Ըստ փոխոստիկանապետի կատարվել են օպերատիվ հետախուզական բոլոր միջոցառումները եւ որոշակի մանրամասների ոստիկանությունն այնուամենայնիվ տիրապետել է։ Նա հավաստիացրեց, որ ինֆորմացիայի համակարգման եւ ձեռքբերման լուրջ աշխատանք են կատարել եւ ողջ իրավապահ համակարգը համակարգված է աշխատել։ Հույս հայտնեց, թե հասարակության մոտ թյուր կարծիք չի ձևավորվի, որ Հայաստանի Հանրապետության իրավապահները ձախողեցին եւ ռուսական կողմը կարողացավ հաջողել։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ դիտավորյալ սպանություն կատարելու փաստի առթիվ։ Ռուսական կողմն էլ հարուցել է քրեական գործ դասալքության եւ նորից սպանության փաստերի առթիվ։ Ինչ մնում է այն մտավախությանը, թե նախաքննությունը հայկական կողմին չի հանձնվի եւ կարվի ամեն ինչ, որ գործի քննությամբ Հայաստանի Հանրապետության իրավապահները չզբաղվեն, փոխոստիկանապետը վստահեցրեց, որ հենց ռուսական կողմի ցանկությունն է, որ հայ իրավապահները տանեն գործի քննությունը։ Ռուսաստանի Դաշնության զինվորական դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչները, ովքեր գտնվում են այստեղ, իրենց նախնական կարծիքը այն է, որ ճիշտ եւ օբյեկտիվ եւ արդարացի կլինի, որ նախաքննությունը իրականացնի հայկական կողմը։ Այն հարցին, թե տեղի ունեցածից հետո 102-րդ ռազմաբազայում կլինեն պաշտոնակություններ, Հունան Պողոսյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության կազմում կան մասնագետներ, ովքեր ծառայողական ստուգումներ ու քննություններ կիրականացնեն։ Հիշեցնենք, Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամները հունվարի 12-ի առավոտյան սպանվել էին գլխից ստացած հրազենային վիրավորումից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մամլոյցարայությունը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախորդին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները։ Երկուստ է ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնության իրավապահների հսկողության, նույնն է Ռուսաստանի Դաշնության իրավազորության ներքո։ Հետևաբար Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում։ Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ համանման արգելք է սահմանված նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության համապատասխան հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության։ Նշվում է գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Սահմռկեցուցիչ սպանության փաստը կարծես թե տեղափոխվում է քաղաքական հարթություն։ Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք միանշանակ դուրս են իրավական հարթությունից։ Բացի այդ, կան բազմաթիվ հարցեր, որոնց անհապաղ պատասխան տալու անհրաժեշտություն կա։ Առաջինը բնականաբար այն է, թե այդ ինչպես ստացվեց, որ Վալերի Պերմյակովին հայ իրավապահներն ամբողջ օրն իրականացնելով օպերատիվ հետախուզական աշխատանքներ չկարողացան հայտնաբերել։ Եվ միայն կեսգիշերն անց նա հայտնվեց Բայանդուրում ռուս սահմանապահների հսկողության տակ։ Մյուս հարցն այն է, թե ինչու Պերմյակովին անհապաղ չեն հանձնել հայ իրավապահներին, այնպես ինչպես պահանջում է օրենքը։ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, որ այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է իրավական հարթությունից, հատկապես Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած քայլերը։ Դեպքը տեղի չի ունեցել ռազմաբազայում, այլ Գյումրի քաղաքում, հետևաբար ռուսաստանյան համապատասխան մարմինները իրավասու չէին քրեական գործ հարուցել, առավել եւս խոսեին նախաքննություն վարելու իրենց իրավունքի մասին։ Հիշեցնենք, որ տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից 3 ժամանեցին քննչական հատուկ հանձնաժողովի անդամներ։ Ըստ Երվանդ Վարոսյանի քննությունը պետք է իրականացնի հայկական կողմը։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ըստ փաստաբանի հետագայում պետք է տրվեն որոշակի գնահատականներ եւ այս հարցի վերաբերյալ, թե 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ինչպես հայտնվեց Բայանդուրում, ինչպես ստացվեց, որ ռուս սահմանապահները վնասազերծեցին նրան։ Փաստաբանն այն կարծիքին է, որ տեղի ունեցած սպանության հանգուցալուծումը քաղաքական կամք է պահանջելու հայաստանյան իշխանություններից։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ, անհատ նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ այդպիսի մթնոլորտ է ձևավորվել եւ անմիջական այն ղեկավարները, ովքեր աշխատել են այդ զինծառայողի հետ։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Գալայի այն հարցին, թե Ավետիսյանների ընտանիքի ողբերգության համար ինչ պատասխանատվություն են կրում 102-րդ ռազմաբազայի հրամանատարն ու բազայի բարձրաստիճան սպայակազմը։ Պարոն Օհանյան, հրամանատարական կազմի մեղքը կամ թերությունը չեք տեսնում, որ այնուամենայնիվ այսպիսի բան է տեղի ունենում։ Ուրեմն մանրամասնությունները կպարզվեն։ Եկեք այսօր առանց քննության կամ առանց նախաքննության որևիցե մի, ասենք, տեսակետ չարտահայտենք, կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքերի շրջանակներում մեղավորների շրջանակ լինում են անհատը
նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ որ այդպիսի բան է ձևավորվել, անմիջական, ասենք, այն ղեկավարները, ովքեր աշխատել են տվյալ զինծառայողի հետ, քրեական ողջ գործընթացը այդ ամենը կպարզի։ Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ մեղավոր անձանց շրջանակը կպարզի նախաքննությունը եւ պատասխանատվություն կգրեն։ Նախարարը միևնույն ժամանակ հորդորեց չքաղաքականացնել տեղի ունեցածը։ Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, ասենք ամեն ինչ կախված է թե կասկածյալը ինչ կասի եւ ինչպես կբացատրի այդ իրողությունը, բայց այն որ հետեւողական կերպով միջև վերջ կհասնենք եւ մեղավորները կամ մեղավորը կպատժվեն, անչափ կպատժվեն։ Գտնում եմ, որ այսօր տեղին չէ սա քաղաքականացնել եւ տեղին չէ սրա մեջ ինչ որ փնտրել մեր հարաբերությունների մեջ ինչ որ վատթարացում, որտեղ Ռուսաստանի Դաշնության հետ մենք բավականին բարձր մակարդակի, քաղաքական մակարդակի հարաբերություններ ունենք, քաղաքական երկխոսություն ունենք։ Հավելենք, որ այս հարցազրույցից անմիջապես հետո Սեյրան Օհանյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Արկադի Բախինի հետ Գյումրիում դրամատիկական թատրոնի վարչական մասում։ Այս հանդիպումը լրագրողների համար փակ էր, պարզվեց նաև փակ է եղել մարզի եւ քաղաքի ղեկավարության համար։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով եւս գտնվում էր թատրոնի շենքի վարչական հատվածում, ասաց, որ հանդիպել են երկու անձիկ՝ Սեյրան Օհանյանն ու Արկադի Բախինը, իսկ թե ինչ են նրանք քննարկել մանրամասներն իրենց էլ հայտնի չէ։ Գյումրեցի ընտանիքի դաժան սպանությունն առաջացրել է երևանցիների զայրույթը, այսօր մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի դիմաց։ Հավաքվածները հայտարարել են, որ պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրի Հայաստանի Հանրապետության ժողովրդից եւ պաշտոնապես բացատրություն տա Հայաստանի Հանրապետությունում ռուս սահմանապահի ոչռագործության համար։ Ռուսական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է հանդիսանում Վլադիմիր Պուտինը, ուստի նրա պատասխանատվության մասնաբաժինը այստեղ մեծ է, գոնե բարոյական, այսինքն այստեղ իսկ նա հանդիսանում է Ռուսաստանի նախագահը, այսինքն ուղղակի չես կարող այս հարցին այսպես ասել չքաղաքականացնել, որտեղ ուղղակի կապ ունի, հա։ Ակցիայի մասնակիցների խոսքով խիստ կարևոր է, որ նախաքննությունն իրականացնեն հայ իրավապահները, հակառակ պարագայում նշում են, թե գործի արտարացի քննություն չի կատարվի։ Տեղի ունեցած սպանդը նրանց խոսքով պատահականության հետևանք չէր կարող լինել։ Երբ հարցաքննել են նրան եւ նա ինչ-որ պատասխաններ է տվել, որ ջուր է ուզեցել խմել, չգիտեմ եսի ինչ, չեմ կարծում, որ նման պատրվակով առավոտյան լույսը դեռ չբացված մտնես մարդու տուն ջուր ուզես, քնած մարդուց, ոչ մեկ չարտնանա ու դնես գնդակարես, դա հիմնավոր պատճառ չի։ Եվ աններելի է եւ անընդունելի է, որ Հայաստանի ոստիկանական համակարգը թույլ տա, որ այդ ստահակը հարցաքննվի եւ նախաքննությունը տարվի ռուսական ծառայությունների կողմից, դա աբսուրդ է։ Լրագրողների զրույցում ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ ռուս զինվորների մասնակցությամբ սա միակ դեպքը չէ։ Նրանք հիշեցրեցին 1999 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցած դեպքը։ Հիշեցնենք, այդ օրը Գյումրիում տեղակայված ռուսական զորամասի 2 զինվոր լքելով իրենց զորամասը AK-74 տիպի ինքնաձիգերով զինված անկանոն կրակ էին բացել շուկայում գտնվող եւ փողոցում քայլող անձանց ուղղությամբ։ Դեսպանատան շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նաև նշեցին, որ պահանջում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի հեռացումը։ Հիշեցնենք, որ Երեգյումրիում սպանվել էր 7 անդամից բաղկացած ընտանիքի 6 անդամը, որոնց թվում 2 տարեկան երեխա, իսկ 1 երեխա տեղափոխվել էր հիվանդանոց։ Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով երեգիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս։ Վերջինս այսօր ցուցմունք է տվել եւ ընդունել իր մեղքը։ Գործով նախաքննությունը շարունակվում է։ Իտալիայի վարչապետը հայտարարել է երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հրաժարականի մասին։ 89-ամյա նախագահն անձամբ իր անխուսափելի հրաժարականի մասին հայտնել էր դեռևս դեկտեմբերին։ Նապոլիտանոն նախագահ էր վերընտրվել 2013 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ Իտալիայում խորը քաղաքական ճգնաժամ էր։ Քաղաքական կուսակցություններն արդեն բավականին երկար ժամանակ չեն կարողանում համաձայնության գալ նոր նախագահի թեկնածուի հարցում։ Դանիացի Մորտեն Ստորմը, ով երկար տարիներ Եմենում ուսուցանել է իսլամիստ գրոհայիններին, մանրամասներ է պատմել, թե ինչ ծրագրեր ունեն իսլամիստները։ Դանիացին 1993 թվականին ընդունել է արմատական իսլամը եւ արդեն 97-ին մեկնել Եմեն։
Նրա խնդիրը օտար երկրներից եկած զինվորականների պատրաստությունն է եղել։ 2006-ին ծանոթացել է արաբական թերակղզում Ալ-Քաիդա խմբավորման առաջնորդի հետ, սակայն նրանց ընկերության հիմքերը փլուզվել են, երբ դանիացուն արգելել են պատերազմելու մեկնել Սոմալի։ Ստորմը դարձել է արևմտյան հատուկ ծառայությունների տեղեկատու։ Ավելին, նրա տեղեկություններից օգտվել է կենտրոնական հետախուզական վարչությունը։ Ստորմի խոսքերով սաուդցիները ձգտում են վերահսկել աշխարհը շարիաթի միջոցով։ Նրանք կարծում են, որ Աստված նրանց հետ է եւ բոլոր միջոցները արդարացված են նպատակին հասնելու համար։ Ծաղրանկարների հետ կապված հարցերին պատասխանելով նախկին ջիհադիստը նշել է. «Եթե ծաղրանկարներ չլինեին, կլիներ ինչ-որ ուրիշ բան»։ Նրանք կարծում են, որ արևմուտքը պատերազմ է հայտարարել իսլամին, ներխուժելով Աֆղանստան եւ Իրաք։ Մի խոսքով, նրանք պետք է անընդհատ պատերազմեն։ Նրանք օտարերկրացի զինվորների պատրաստվածության աշխատանքներ են տանում, վերադառնում են տուն, սափրում մորուքները, հագնում արևմտյան հագուստ, փնտրում աշխատանք, նպատակը ցույց տալ, որ իրենք հասարակ մարդիկ են, այլևս ծայրահեղական չեն, որպեսզի դուրս գան հատուկ ծառայությունների հսկողությունից։ Ջիհադիստները կարող են թաքնվել տարիներով, սակայն նրանք հարմար առիթի են սպասում, որ հարձակում իրականացնեն չսպասելով հրամանի, պնդում է Ստորմը։ Բազմաթիվ բջիջներ արդեն Եվրոպայում են, ձեզ հարկավոր է խանգարել նրանց, ովքեր մեկնում են արտասահման, որպեսզի պատրաստվածություն անցնեն, զրկեք նրանց քաղաքացիությունից։ Ձեր այդ ծրագրերը անարդյունավետ են, հենց որ հնարավորություն ընձեռվի, նրանք հարված կհասցնեն, համոզված նշել է Ստորմը։ Այսպես կոչված կիբերխալիֆաթը կոտրել է Պենտագոնի հաշվետու ձայնագրությունները Twitter-ում եւ YouTube-ում, ինչպես հաղորդել են իսլամական պետության համակիր հաքերները, այդ գործողությունները արևմտյան կոալիցիոն ուժերի, իսլամիստների դեմ պայքարի եւ ջիհադիստների դիրքերին ավիահարվածների պատասխանն են։ Միացյալ Նահանգների նախագահի մամլոք հարտուղար Ջոշ Էրնեստը հայտարարել է, որ իրենց մասնագետները հետաքննում են եւ ճշտում հասցված վնասի աստիճանը։ Նշենք, որ օրերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անոնիմուս խումբը պատերազմ էր հայտարարել ջիհադիստների եւ իսլամիստների բոլոր համացանցային ռեսուրսներին եւ կոչ էր արել օգտատերերին տեղեկություններ հաղորդել ծայրահեղականների բոլոր կայքերի մասին։ Շարլի Hebdo ֆրանսիական երգիծական պարբերականը, որի խմբագրատունը ենթարկվել էր ահաբեկչական հարձակման, լույս կտեսնի վաղը, հունվարի 14-ին Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները շապիկին։ Ծաղրանկարում Մուհամեդը ներկայացված է կանաչ ֆոնի վրա, տխուր դեմքով, իսկ այտերից արցունք է հոսում։ Նրա ձեռքում կա պաստառ «Ես Չարլի եմ» գրությամբ։ Շապիկի վերնագիրն է «Ամեն ինչ ներված է»։ Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարով համարը լույս կտեսնի 3 միլիոն տպաքանակով, միաժամանակ պարբերականի ծավալը 2 անգամ քիչ կլինի սովորականից, ընդամենը 8 էջ, այն կթարգմանվի 16 լեզուներով, վաճառքից ստացված գումարի մեծ մասը կհատկացվի զոհվածների ընտանիքներին եւ ամսագրին աջակցելու համար։ Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Շարլի Hebdo ֆրանսիական երգիծական հանդեսի խմբագրատանը իրականացրած ահաբեկչությունից մահացել են 12 մարդ, 11-ը ստացել են մարմնական